Այո, թող փառավորվի Հիսուսի անունը։ Ամեն դեպքում ցանկացած քարոզից հետո դուք կարող եք հետևություններ անել, դա ձեր գործն է, բայց լավ կլի, որ լավ հետևություններ անենք մենք, որովհետև այստեղից ամեն դեպքում ճշմարտություն է խոսացվում, մարդու սրտից է կախված այն կընդունի, թե չի ընդունի, կամ ինչ տրամադրություն ունի մարդը, բայց Աստծո խոսքը տրամադրության այսօր հարկ չի, ինչպես գրվածն է ասեմ, որ գտնելու պես պետք է թաքցնես քո մեջ։ Աստծո խոսքը հենց եղավ դու պետք է ասենք վերցնես։ Եվ մենք Քրիստոսով իհարկե Տիրոջով ողորմություն գտած մարդիկ ենք, որովհետև խոստում կար, որ պետք է մարդկությանը ողորմություն լինի։ Մենք խոստման որդիներ ենք։ Գաղատացիս ուրեմն 3-րդ գլուխ 29 համարը այսպես է գրված 3:20 ապա եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի զավակ եք եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։ Եվ սա գիտեք հասկանալի անհրաժեշտ։ Մենք չենք ուզում, որ ասենք փրկությունը սխալ հասկացվի, ինչ է սա։ Սա հավատքի հարց է։ Եթե մարդը ուզում է փրկվի, նա պետք է հավատա։ Հավատքով։ Գիտեք, նորից եմ կրկնում, երբ որ մարդիկ կամ մեր եղբայրները խոսում են օրենքից, դա չի նշանակում, որ մենք անարժան, տարբեր թեմաներ ասա։ Տարբեր թեմաներից եղբայրները խոսում են։ Ես սա դրական է։ Սուրբ Հոգին գիտի որ ժամանակում, որ քարոզի մեջ ինչ խոսա։ Եվ եթե խոսում են օրենքը, օրենքից ինչ-որ հատվածներ, չի նշանակում, որ շնորհը անարգում է։ Ճիշտ հասկացեք սա։ Կամ հակառակը, երբ որ խոսում ենք փրկությունից, չի նշանակում օրենքը մի կողմ ենք դնում։ Եվ ընդհանրապես ասեմ, որ մենք ընդհանրապես օրենքից էլ հեռու մարդիկ ենք ելել։ Օրենքը միայն հրեաներին է տրված եղել։ Մենք հետանոց բարբարոս մարդիկ ենք ելել, եսիմ աստվածավիներ ենք ունեցել, եսիմ ավելի լավ գիտեք, կրակապարզ եւ այլ, եսիմ։ Մենք միանգամից մեր վրա հասել է բարբարոսությունից, եկել ենք դեպի շնորհը, դրա համար մեր համար հեշտ է եղել, քանց հրեաների, երբ որ պատերազմ էր գնում, օրենքը հավիտյան է, այսինչ նոր բաներ ես բերում, վարդապետ։ Բերեք անկեղծ մտածենք, դժվար էր նրանց համար, բայց մեզ համար այնքան է հեշտ, որ այսքան հեշտ պարագայի մեջ փրկությունը կա եւ մարդիկ նորից չեն ուզում անցալեն սա խոստում էր, որ կատարվեցավ։ Հիմա Աստված ողորմություն է արել, ձրի, հիմա այսինչ պայքար է։ Ուրեմն գրվածքը հետևյալն է ասում, առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ, կներեք 4-րդ գլուխ, 6-ից կարդանք։ Առաջի Կորինթացիս 4-րդ գլուխ 6։ Այս բանը եղբայրներ իմ անձի եւ Ապողոսի վրա օրինակ բերեցի ձեզ համար, որ մեզանից սովորեք գրվածից ավելի բան չխորհել, որ չլինի թե մեկը մեկի վրա հպարտանա ընկերի պատճառով, որտեղ ով է քեզ որոշում։ Ինչ ունես դու, որ չես առել։ Եվ եթե առել ես, ինչու ես պարծենում չառածի պես։ Եթե առել ես, ասեմ ռուսերեն ասում է, ես լիտի պալուչիլ, ելի չես հպարտանամ իբր, թե չես առել դա, ինչ-որ վաստակել ես, ինչ-որ դա քո շնորհն է, սա քո ողորմությունն է։ Ասում եթե առել ես դու, ելի ինչու ես չառածի պես պարծենը, որ գիտեք սա իմ օգնությունն է, դե դա ես եմ արել, գիտեք, մենք պետք է հասկանանք, որ երկրի վրա ինչ-որ կատարվում է, առանց Աստծո կամքի ոչինչ չի լինում։ Եթե Աստված թույլ չտա, այս թթվածինը ես չեմ շնչի, կամ կշնչեմ, էլ չեմ կարող արտաշնչել, հենց այստեղ կգնամ Տիրոջ մոտ։ Այդպես է, թե այդպես չի։ Եթե ասում առանց իմ կամքի քո գլխի մազը չի ընկնում, հիմա սա ծայրահեղություն է, գիտեք, չէ՞, ինչ որտեղ։ Այլ մարդեն Աստված բան գործ չունի,
Այս բազմամիլիարդ մարդու մոտ, որ մեկը սաներվում է, Աստված կամեցավ, որ մեզ մի մաս այնի կամ չունի։ Բայց ամեն դեպքում այսպես է, բարեկամներ։ Չենք ուզում խոնարհվել ճշմարտության առաջ, մենք չենք ուզում խոնարհվել։ Եվ երբ որ Պողոս առաքյալը դա հասկացավ, դրա մասով ես մեղավորների ամենագլուխն եմ, ամենավերջին մարդն եմ ես։ Էլ ինքը հպարտանալու ոչինչ չունե եւ նարեկացին աշխարհի բոլոր մեղքի իր վրա է վերցնում։ Բայց երբ որ դու կարդում ես, որ նարեկացին իր վրա է վերցնում, այնպես գեղեցիկ է Սուրբ Հոգով, ասես չէ, մեղավորը ես եմ։ Իր վրա վերցնելով ցույց է տալի աշխարհի մեղքը, ինչքան գեղեցիկ է, չէր ասել դու մեղավոր ես, լա կարդացեք նարեկացին։ Բոլորը հիմնականում իր վրա է վերագրել, բայց որ դու կարդում ես, ասես չէ, դա ես եմ, դա Սուրբ Հոգու գործն է, Փառք Հիսուս Քրիստոսին։ Հիմա եթե մենք արդեն ունենք այս խոստման բանը մենք ունենք, ինչի չենք վերցնեմ ու հավատանք սրան։ Ինչն է պատճառը, որ մենք չենք ուզում հավատանք։ Եվ շարունակության մեջ հետաքրքիր է տալիս։ Արդեն կշտացած եք, արդեն հարստացաք, առանց մեզ թագավորեցիք, երանի թե թագավորեիք, որ մենք է ձեզ հետ թագավորեինք։ Հիմա մարդը դե բնականա իրան թագավոր կզգա, որովհետև դա ասում է ես եմ արել այս ամենը։ Այսինչ բաներ արեցի, Աստված ինձ ողորմություն արեց։ Դե բնական է իրան արդեն թագավոր կզգա, չէ, կսպասի մեդալների, պսակների կա, բայց այն որ մարդը հասկանում է, որ տեժն է անում, նման բաների ինքը չի սպասում։ Դերեք տարբերությունը ինչքան է։ Հիմա մարդը մի հատ բարեգործություն անում, եկեղեցում սպասված ծափահարությունների, իր մասին շատ խոսան չէ ասել։ Բայց երբ որ մարդը գիտի, որ տեժն է, ինքը խոնար այսպես միանկյունը վերջ օրը կասի, արի զավակս այդ հետևից լարի առաջ։ Արի վայելի են հորս համար, հորս կողմից պատրաստված արքայությունը, որտեղ սոված էի կերակրեցիր, մերկ էի հագցրեցիր, բանտի մեջ այցել եւ այլն։ Այսինքն Տիրոջը գործը բարեկամներ գնահատեն չի նշանակում սա, նորից եմ ասում, որ մենք չպետք է այս ամենը կարևոր ու անհրաժեշտ են, որտեղ եթե մեկ այս ամենը չի անում, ասպան հավատից էլ բետար է։ Հենց այդ գործն է այսօր, գործի պատճառն էր, երբ որ մարդը գնահատեց, որ դա Տիրոջից է այս բրգությունը տեղի անում, ինքը սկսեց աշխատել ու գործել հիմա։ Անգիր ասենք, մեկը եկավ եւ տեսավ այնտեղ պարապ մարդիկ կան, ասեց կգաս այգումս աշխատես, ասավ դե պարապ եմ ինչի չեմ գա եւ մի կարծեմ դահեկանի չէ, դահեկան էր դա, չէ, դինար էր դահեկան էր թե դրամ, վերջ այսպես կազմակերպ ասավ ինչի չեմ գա, որ գործ չունեմ, վերջ ասավ մինչեւ գիշեր պիտի աշխատես, ասավ եղա։ Եվ էլի տեղ կար գնալու, ասենք այգը, գնաց մի քիչ հետո, ասենք 12-ի կողմերն, ասավ կգաս աշխատելու մինչև էժ, ասավ ինչի չեմ գա։ Եվ այսպես 6-ին, 8-ին, 10-ին եւ 9 վակում ինչ-որ մի մարդ էլի գնաց բերեց, ասավ կաշխատես, էլի գործ կա, այս գործը, ասավ ինչի չա, էլի այդ մեկ դահեկանի այսօր գործ կա, ասավ ինչի չեմ գա։ Եվ երբ որ հիմա այն առաջի եկողը այսպես ասում, մտածում ասում, այ քեզ բան ասում Դե արդեն լուրը տարածվել է, թազը աշխատողներ այգե համաշխատում են, համզրուցում են, մեկ դահեկան է, ասում այս ինչ լավ է։ 2 ժամ ես մի ժամ պետք է աշխատի մի դահեկան, շատ լավ է, ոնց કે Աստված այս ազնվությունը ինձ ավելի կվարձատրի, դե բնական է, ոնց કે ես 12 ժամ աշխատեմ, այս ազնվությունը 2 ժամ աշխատի, ոնց કે։ Եվ այսպես ուրախ, մեկ է իր այս մտածելուն ներդաշնակ եկավ այդ ազնվությունը եւ սկսեց վերջինից վարձատրելը։ Հասկացա՞ք, չէ՞, ոչ թե որ առաջինը եկել է 12 ժամ չարչարվել է, այլ նա որ վերջը մեկավ մի 2 ժամ այսպես աշխատեց, կանչեց ասավ արի, ան ես քո դահեկանը եւ գնա։ Հիմա սիրտը սրա թփրտում արդեն։ Մի դահեկան տվեց։ Նրանց հետ տվեց 10 եկածներին, 8-ի, 6-ի, 2-ի, 12-ի ասավ ամենաշատը ես եմ։ Ասիլա գրպաններս բաց են լատնամ ես շքան դոլար ընտանում։ Մեկ է նորից մեկ դահեկա։ Այս ազնվությունը զարդման չի այս մեկը, որ ինչ այդ մեկը քիչ էր։ Եվ այդ ժամանակվա իրապես դա միգուցե բավականին դրամ էր դա այդ մեկ դահեկանը, չգիտեմ կուրսը ինչքան էր։ Հիմա սա սպասելիքներ ունի, այսինքն սա սպա չէ շատ եմ աշխատել։ Սա ուզում է իրան վերագրի իրան գնահատի։
իրան գերագնահատի, որ այն մարդ ոնց կլի ես նրա չափ վարձ կստանամ։ Ես Տեր ասում ես ինչ ես խառնվել։ Ես քեզ ես խոստացել եմ, այո, տվել եմ, այո, բայց ինչ ես դու սպասը։ Ասպա դու չարես, որ ես բարերա եմ, ուզում եմ նույն ձևի վարձատրել։ Հիմա ստեղ բարեկամներ դերերեք հասկանանք շնորհ կամ օրենք։ 2 ժամ, մի ժամ աշխատեց եւ այդ դահեկանին ինքը արժանացավ։ Դրա համար ասավ հետինները ինչ կլինեն, առաջ կլինեն եւ առաջներ հետեր, այսինքն ով որ մեծ ակնկալություն ունի ու ճիշտ չի հասկանում թե փրկությունը ումից է։ Նա հետին շարքերը կնստի, բայց ով որ գնահատում է Տիրոջ շնորհը եւ այդ 2 ամսվա աշխատողը ոնց այդ մարդուն կգովեր։ Ոնց շնորհակալ կլեր, որ ես այդ ամենը 2 ժամ չեմ աշխատել եւ ես դահեկանին եմ արժանանը։ Փառք Քրիստոսին, ինչ ենք արել մենք բարեկամներ փրկության համար։ Գրված գասպայ որ մեր մեղքերի մեջ էինք, արյան մեջ էինք եւ ուր որը պետք է խեղդվեինք ու հանկարծ մեր կողքով անցավ Տեր ու ասեց ապրի փառք Հիսուսին։ Հիմա եթե ասում ապրի, ինչու չենք ուզում ապրենք Քրիստոսի տված շնորհով։ Հիմա Քրիստոս արելա նորից ենք հպարտանը։ Հիմա մեկը ասենք չքավորության մեջ այլա բարեկամ իրան մի կլորիկ գումար ատալի, հիմա հո չի հպարտանը, հո հիմա իրան լավ չի զգում, իբր թիր աշխատացնա, իբր ու կարող արդեն էլ իրան է չզանգ, եւ տես պատմություններ շատ կա, ես լսել եմ։ Սպայ մարս կան բան արեց, իդոնը մի հատ չի զանգում ասի։ Հասկանում եք Ժորժան, մարդու բնույթը, եթե ես փոքր ես կեղտոտ մանոնայի մեջ մենք անհավատայում ենք, այն ավել ով կտա, հիմա մենք ասում ենք, որ հնարավորություն կա փրկվելու, առնելու ձրի կա փրկություն, գործեր արդեն դրանք հետևանքն են, մենք ամբողջ կյանքը պիտի այս ամենը անենք, եւ մենք պատահական չենք մեր ժողովուրդը, մեր աշխարհագրական դիրքը իրապես այնպեսին է, որ ուզես թե չուզես ամեն ազգերի հետ, ամեն պատմությունների մեջ մենք կանք, ով կռվի, չկռվի, մեր հայրը դա այդտեղ կան ու չկան, վերջ, պատիժը կա, ամեն ինչը կա։ Բայց յուրահատուկ է Աստված դրել, հատուկ է դրել այստեղ մեզ։ Սա պատահական չէ։ Մեղավոր ենք, թե սուրբ ենք, ամեն դեպքում Աստծուց է սա։ Որտեղ ես կարդացել դնման միտեղ։ Ինչ պատմություն կա այս ամբողջ արարչագործության մեջ, որ ինչ որ Աստված ինչ որ մեկին մի հատ նամակ գրի։ Բայց երբ որ Աբգար թագավորը լսել է, որ Հիսուսին հալածում են, սա մենակ հայկական պատմության մեջ, սա աշխարհը գիտի։ Նամակ ուղարկեց, ասավ գիտես ինչ, ես լսել եմ, որ դու բարերար ես, բժիշկ ես, ես լսել եմ, որ դու Աստծո որդի ես, լսել եմ, որ քեզ հալածում են ու քեզ չեն ընդունում։ Արի ստեղ մենք քեզ տեղ կտանք։ Դու ստեղ կապրես ոնց ուզում ես, եւ ինձ է կբժշկես հիվանդ է։ Եվ այդ նամակը, որ հասցնում են, Տերը մի ուրիշ նամակ ագել։ Աբգար թագավորը գիտես, ես չեմ կարող գալ։ Ես գործեր ունեմ։ Բայց ես ասում եմ, իմ աշակերտներս կուղարկեմ քեզ մոտ։ Կգան Հայաստան։ Եվ իրա մայից հետո այդպես ելը Մաթաթեոս, Բարտեոս գալիս են նահատակում եւ այլն։ Բարեկամներ, որ ազգին է իրոք Աստված նման բան արած։ Հիսուսը նամակ ագրել պատասխան մեր հայ ժողովրդի իշխանին, այսինքն մեզ ագրել, որ կուղարկեմ այդ փրկությունը, փառք Տիրոջը, հարցը Աբգարի բժշկվելը չէր բարեկամներ։ Եվ ազգը հարցեր էր, որ ողորմություն արեց, իր խոստումը կատարեց եւ իրոք աշակերտները եկան, սա փաստ է, սա պատմություն է։ Հիմա մենք գնահատենք Տիրոջ արածը, թե չէ։ Ինչ էին կարել, որ եկան այդ եղբայրները եկան ու ստեղ նահատակվեցին։ Եվ սարսափելի մահով մահացան։ Հանուն ճշմարտության, հանուն իրականության։ Ինչ ես առել, ինչ ունես, որ չես առել։ Բայց առել ես, եթե չես չարացի պես դեսպահը։ Եթե չես հպարտանամ կամ եթե առել ես չարացի պես իպր դա քո շնորհն է, իպր դա քո ողորմությունն է։ Այսօր ես ու դու հնարավորություն ունենք փրկվելու, սա է Աստծո խոսքը բարեկամներ, որ այսօր կարող է քո մեղքերը ներվի։ Խաչի վրա ավազակի պես, առանց սանկցիայի ների ասի, դու ինձ հետ դրախտ կարաս գաս։
Իսկ եթե Աստված կյանքը շարունակի, պարտական ես արդեն նրան ծառայելու։ Պարտական ես մինչև վերջը կյանքը ունեցվածքը դնելու Տիրոջը ծառայել, որտեղ նա քեզ գնել է արդեն։ Դու իրան ես պատկանում։ Ինքը քեզ սիրում է։ Մենք պետք է հասկանանք ինչու ենք եկել այսօր ստեղ փրկության համար Տիրոջը վայելելու, թե ինձ բացակա չդնելու համար։ Այսինքն մեր շարժարիթը պիտի փոխենք, բարեկամներ։ Գանք Տիրոջը վկայելու, Տիրոջը վայելելու, Տիրոջը տեսնելու, Տիրոջ առաջ գցելու, խոստովանելու, որ ես ամենամեղավոր մարդն եմ, Հիսուս ջան։ Եվ դե Սուրբ Հոգին կպչում է մարդը հասկանա, որ իրան կա փրկություն, պետք չի ինքնասպան լինել, կա փրկություն, կարող է ինքը ազատվի, եւ դրա համար ոչինչ չվճարի։ Որտեղ գրված է հավատալ է պետք սրան, հավատքով է փրկությունը։ Բայց ինչու՞ չի մարդ հավատքան, որովհետև նորից ենք ասում, իր արդեն միջամտությունը չկա։ Ինքը դե գործ չի անում, ոնց կարող է հավատալ, ոնց է հնարավոր ձրի փրկության։ Համենայն դեպս կարող ես հակառակվել կամ այսօր հիմա մտքեր պատիքես հակառակ, բայց հիշիր, փրկությունը հավատքից է։ Առաջի բախումը, երբ որ ամես քո մեղքերը ներվում է, բայց սա չի նշանակում երկրորդ փուլի մասին եղբայրները կարող է խոսել, որ էլ դու ոչինչ չտես անի ձեռnet ծալած պիտի ստես փրկված ես եւ ոչ։ Դու այսօր ընդունեցիր կփրկվես, երբ որ Տերը գա դու կգնաս երկինք, բայց դու անելու բաներ ունես մինչև Տիրոջը գալը։ Դու աշխատելու տեղ ունես Աստծո այգու մեջ։ Դու ապաշխարելու տեղ ունես դեռ։ Բնավորությունը պիտի փոխվի, մտածելակերպը պիտի փոխվի, հավատացիր, փրկվեցար, բայց ասма գնա, այն կնոջ ասես գնա, ու այլևս մեր մի գործիր։ Այսինքն մտածիր։ Հիմա ես գող եմ եղել, ինձ ներեմ է։ Բայց քեզ ներեմ է։ Ասма գնա, հանկարծ այդ նույն բաները չկրկնես։ Այդ գողությունով չզբաղվես, մարդասպան եմ եղել, գնա այլևս դες բաներ մի անի, ես քեզ ներել եմ, այո, այսօր դու կարող ես փրկվել, բայց դա չի նշանակում, առիթ չի հանդիսանա շնորհ, որ դու նորից անես։ Մենք պետք է ճիշտ հասկանանք։ Եվ հարցը հետևյալն է, որ մենք առաջ կգնանք, երբ որ ճիշտ հասկանանք, թե ինչ է նշանակում այս խոսքերը։ Եվ պետք է հասկանանք, թե Աստված այսօր մեզանից ինչ է իրոք պահանջում, բարեկամներ։ Եվ Հիսուսը ողորմություններ շատ է արել մեզ։ Եվ ամեն մի վարքան է, թե մեր հոգու աչքերը բացվի, քանի լեգիոն չար հեշտակներ ուզում են մեզ կործանեն, հավատքից գցեն, փորձանքներ կա, ականատներ կա, դրավ թակարդներ կա, որ ուզում են մեզ որսա, բայց այդ հրեշտակները, ինչպես Եբրայեցիս թղթի հեղինակն է գրում, որ հրեշտակները սպասավոր հոգիներ ուղարկված նրանց ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։ Քո աչքը դա չի տեսնում, բայց քո այդ հրեշտակ կա, այդ ուրապահով գնում ես գալիս ես, դա Տիրոջ ողորմությունն է։ Փառք Հիսուսին։ Մենք ասել սա Տիրոջ շնորհն է, որ դու շնչում ես կամ արտաշնչում, որ դու այդպես ես այդ վիճակում գա, սա Տիրոջ ողորմությունն է, ոչ մեկի ողորմությունը չի ստե ժողովուրդ ջան։ Ստե Աստծո ողորմությունն է, որի մեղքերս ներում է, որ մեղքեր են գործում, սխալներ են անում։ Երեստերը չեն կարողանում վերև բարձրացնել անգամ Աստծուն աղոթ կանել, բայց Տերը ներում է մեզ։ Շնորհում է, երբ որ մենք զղջում ենք, երբ որ մենք ապաշխարում ենք, երբ որ ասում ենք Տեր ջան, մեղավոր եմ, այո, մեղքեր եմ գործել։ Մարդ Պողոս առաքյալ ասավ, ես մեղավորների գլուխն եմ։ Եվ Տերը հենց այդ ձեր մարդկանց սկսեց օգտագործել իր փառքի համար, որտեղ այդ մարդը հասկացել էր ով էր եւ ով դառավ, նորից եմ կրկնեմ։ Եվ մի քանիսս այդպեսին էին, բայց սրբվեցանք, բայց մաքրվեցանք, փառք Հիսուսին։ Հիմա սա խոստումն էր Տիրոջ, որ ասած ես կուղարկեմ, եւ բնականաբար, երբ որ ստեղ ավետանը քարոզվեց, ստե առաջինը ընդունեցին պետականորեն չնայած, չգիտեմ սա լավ է, թե վատ է, մի կողմից է լավ է, որպես քրիստոնյա, փառք Հիսուսին։ Եվ Աստված իր խոստումը կատարեց, բարեկամներ։ Գիտեք, երբ որ խոստում ենք, ասել չի նշանակում, որ այսօր կատարեց, վաղը չի կատար, ու շատ իստեղ նույն պահ կա։ Եթե ասում ես քեզ, ես քո հետ եմ, եթե հավատքի մեջ մնաս, դու երկինք կգնաս։ Եվ ինչ որ քեզ խոստացել է, չի ասում մի անգամ կամ 5 տարի։ Հիշիր, եթե դու անգամ Մաթոս աղայի կյանքի չափ կյանք ունենաս, ինչքան էր 969, չէ՞, թե չեմ սխալվում։ Այդ խոստումը 969 տարի քո հետ է, փառք Հիսուս Քրիստոսի։ Ինքը չի մոռանալ եւ մեզ համար դա հավատալի է։ Այսօր այս խոստումը կա, բախվեցին եւ վերջերի նույն մարդը։
Ինքը հիշում է քեզ սիրելի հոգի, ինքը սիրում է քեզ, մինչև քո կյանքի վերջ ինքը քո հետ է, ես քո հետ եմ մինչև աշխարհի վերջ 969 տարի կապրես, թե 60 տարի, թե 90։ Փառք Տիրոջը, ինքը մեզ ասма խոստումի որդիներ ենք եւ ժառանգներ ենք մենք, Փառք Հիսուսին, ժառանգներ, նաեւ պիտի հասկանանք, թե ովքեր ենք մենք, որ կարողանանք այդ իշխանստով սատանայի այդ չար բաներին դեմ կենալ, այդ սրբապղծություններին դեմ կենալ, հեռախոսները կարելի է շպրտել ընդհանրապես։ Ինչպես եղբայրներն են ասել, որ աստեղ ճնշող մեծամասնությունը տոկոս չեմ ասեմ, որ մեղջ բոլորը դրա մեջ են YouTube-ի, բոլորը դրա մեջ են, կապ չունի, բոլորը դրա մեջ են, Ժողովուրդ ջան, սա խոշոր ցանց է, որ շատ նորից ասեմ, ծանր է դուրս գալը, բայց եթե հավատաս Հիսուսին, շատ հեշտ է, սատանան ասում է դժվար է, ոչ մի դժվար բան չկա ասենց։ Շատ հեշտ է դուրս գալը, Փառք Տիրոջը։ Պողոս առաքյալը ասում է, երբ որ ձեր մարմինները օգտագործում եք պղծության, հիմա սրբության օգտագործեք։ Հիմա աստեղ աբը գդեք հետորով չեմ ուզում ներկայացնել, մարդ կարող ես նայել, կարող ես չնայել, հավատա կյանքին չես նայի, Փառք Տիրոջը։ Եթե քո կյանքը նայ է, դու գնա դռնայի, կտկարանաս, ստեղ ասածները կմոռանաս, կլիցքաթափվես, բայց երբ որ դու հավատում ես, որ առանց դրա հնարավոր է ապրել, առանց դրա հնարավոր է ապրում եմ Փառք Տիրոջը, հավատա ու կապրես, Փառք ասում, դրա համար Հիսուսը խաչվել է, հիշի, 2000 տարի առաջ ես հեռախոսի հետ YouTube-ի համար խաչվել է, այդ զորության համար, դու միայն մերժիր, կտեսնես ինչ հեշտ է, ինչ հեշտ է և հիմա բոլոր ես միլիարդավոր ժողովուրդը դրա մեջ է, ցավոք, փոխանակ Աստծու մեջ լինելու հեռախոսի մեջ է, հիմա եթե ճիշտ ասում ես, դրա ասում ես, այ աղբեր դանեսին ծայրայությունա, եթե ծայրայությունը վերջն է գովելի, կգա վերջը կտեսնենք շնորհը ճիշտ ես հասկացել, թե չէ։ Զբաղմունք, չարաչար, իմաստուն սով ասված, մարդկանց տրվել է չարաչար զբաղմունք ես արեգակի տակին, կարծես թե մարգարեական է, որ ամբողջ ժողովուրդը պետք է մտնել այդ ծանցի մեջ և շատ դժվար է դուրս գալը։ Բայց եթե դու հավատաս, Պողոս առաքյալը հետևյալն է ասում, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, Փառք ասում, նա կրկնի ասա, ես կարող եմ չնայել այդ հեռախոսը, ես կարող եմ ու դու կարող ես սիրելի հոգի, ես չեմ ծանրացնում, Հիսուս Քրիստոսը մեծություն է, Փառք Տիրոջը, նա կարող է եթե դու ուզես, դու չես նայի, և վերջակետ, կարծեն ուրիշ կյանքի կանադանազ, որտեղ հիմա մարդիկ նույն դրության մեջ եմ, որտեղ նույն սնունդն են ուտել, նույն այդ հեռախոսների մեջ է դրա կեսամարգարտակը, նույնն է դարեմարկած, նույն կերակուրն են ուտել, բայց երբ որ դու այդ չուտես այդ կերակուրը, քո կեսամարգարտակը կփոխվի, հոգևոր կդառնաս, Փառք ասում, կարող ես, այլևս մեղքը քո վրա իշխանություն չի ունենա, որտեղ դու օրենքի տակ չես, այլ շնորհի տակ ես, Փառք ասում, սա քո մար ու ինձ մար հայտնությունն է, կարող ես չնայել սիրելի բարեկամ, այդ հաղթությունը Տերը քեզ ա տվել, Փառք Հիսուսին, հիմա մենք կարող ենք Քրիստոսին այնքան փառք տանք, հասկանալով, որ Աստված ինչ արե ինձ համար, հավատամ խաչին, հավատամ իր արածին և այսպես առաջ գնամ այո, հաղթելով ու հաղթելու համար, մենք մեծ չենք խոսում, փորձություններ մենք էլ ենք կրել, ավելի սարսափելի քան դուք, փորձանքների մեջ ավելի շատ ենք գնում, մենք քան դուք սիրելի բարեկամներ, նորից ենք կրել, որ եղբայրները չեն հրապարակում դա, պետք է չի, բայց իմացեք ավետան ասում որ ձեր եղբայրներն են նույն փորձանքների ու փորձությունների մեջ է։ Եվ որ ճշմարտությունը ասպես սատանան կատաղում է։ Նա ձեր չի տալի, որ իր բերդերը քանդվեն, նա ձեր չի տալի, որ ժողովուրդը բազմամիլիարդ եւ դրա համար կարող են քեզ խաչելել։ Կարող է սատանան կուզի սպանի, որ այդ ճշմարտությունը չասենք, բարեկամներ։ Կարող է, նա ուզում է դա անել։ Բայց Փառք ասվես հնարավորության համար։ Հնարավոր է սիրելի բարեկամներ, Փառք Տիրոջը։ Պողոս ասեց, ինձ նմանվեցեք, որտես ես նմանվեցի Քրիստոսին։ Պողոս առաքյալը, ինչպես բառեր չէր, բարբառն պատահական, ինքը նմանվեց եւ հայտարարեց, հնարավոր է, ինձ նմանվեցեք, հնարավոր է Հիսուսին նմանվել, հնարավոր է մերժել, հնարավոր է ապրել համեստ կյանք Քրիստոսով, հնարավոր է բարեկամներ։ Բայց քանի որ մեր առաջ դրված է կյանքի ծառը ու բարի չարը գիտենալու ծառը, հեշտ է որ մի անգամից այն ծառից օգտվենք, մի անգամից։ Բայց հիշիր, այն ծառը մեր համար է, կյանքի ծառը, Փառք Տիրոջը, Տերը խորհուրդ տվեց, չհավեկեց ինչ-որ բաներով։
ասավ, բայց կյանքը ընտրի, որ ապրես, փախտի ոչ բերեք ոտքի կայնի։ Թող փառավորվի նրա անունը, ամեն, ալելույա, շնորհակալ եմ քեզ, Արեցի Սուրբ ջան։